Սիրելիներ, ուզում եմ մի կարճ խոսենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր ծարավից, մեր սպասումներից։ Դեք Սուրբ Գիրքը խոսում է Մատթեոս ավետարան 14-րդ գլխի 36, Մարկոս 3:10 եւ Ղուկաս 6:19-ում, ես արագ կարդամ համարները։ Մատթեոս 14:36-ում Սուրբ Գիրքն ասում է հետեւյալը. «Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն, եւ ովքեր դիպան, բժշկվեցին»։ Մարկոս 3:10-ում ասում է. «Քանի որ շատերն էին բժշկվել, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար»։ Ղուկաս 6:19-ն ասում է. «Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում բոլորին»։ Մենք տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր ծառայության ընթացքի մեջ մարդիկ արդեն հասկացել էին, որ անգամ եթե չհասցնեն վայելել նրա ձեռքի հպումը, նրա ներկայության մեջ անգամ եթե կպնեին նրա հագուստի վերջնամասին կբժշկվեին, որովհետև զգում էին եւ շոշափելի Տիրոջ ներկայությունը արձակվում էր Հիսուսի ծառայության մեջ։ Նրանք տեսնում ու լսում էին Սուրբ Հոգու արած գործերի վկայությունը եւ նրանց լսածի հիման վրա հավատք էր առաջանում ու մարդիկ ուզում էին կպնել Հիսուսին։ Նրանք եթե հնարավորություն ունենային փարվել նրա ոտքերին, ժամանակ անցկացնել, նստել նրա հետ, ավելի կնախընտրեին, բայց չունեին այդ հնարավորությունը եւ ամենքն ուզում էր մի կերպ, մի ձևով կպնել նրան, որպեսզի իր ցավերից եւ իր կապանքներից բժշկված ու ազատված լինեին։ Բայց գիտեք, անցավ ժամանակ, երբ Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությունը մոտավոր 3 տարի ու կես տևեց, մարդկանց մեջ այս սպասումը, այս Գերբնականի ծարավը, Տեր Հիսուսից վերցնելու ծարավը դարձավ սովորական մի բան։ Մենք ինքներս էլ կարող ենք խոստովանել, որ ցանկացած նորություն հետաքրքիր է, արագ է անցնում, ցանկացած նոր քարոզիչ, նոր երգ հաճելի է առաջի 2 անգամը, 3-րդ անգամ, հետո կարծես դառնում է սովորական, դա նորմալ ընդունված իրականություն է եւ մենք չենք կարող ասել, որ մեր կյանքում մեր լսած եւ տեսած բոլոր հնությունները կարծես նոր լինեն։ Դա կարող ենք ասել միայն նրա հետ հաղորդակցվելուց, նրա հետ շփվելուց եւ նրա ներկայության մեջ ժամանակ անցկացնելուց, բայց երկրավոր կյանքի մեջ, անգամ մեր երազանքների ու բաղձանքների մեջ, ինչի եւ ում հետ որ ուզել ենք հանդիպել, հֆել կամ ինչ որ բանի տեր դառնալ, երազել ենք տարիներով, հետո հասկացել ենք, որ հետաքրքրությունը կորավ։ 1-2 անգամ շքեղ մեքենա, մեծ առանձնատուն, չգիտեմ, շատերի համար մեր կողմերում երազած iPhone-ներ եւ այլ, ասում է սա էր, այո դա է։ Բայց ինչ վերաբերվում է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, մենք իրավունք չունենք սովորություն դարձած մեր ժողովները, երգերը, մեկտեղ հավաքվելը համարենք սովորական։ Այո, մենք սովորության համաձայն ենք այսօր հավաքվել այստեղ։ Սովորության համաձայն ենք երգում, տալիս մեր նվիրատվությունը, բայց երբեք թույլ պիտի չտանք, որ ժամանակը, մարդկային խորհուրդը, մեր հոգնածությունն ու աշխարհի հոգսերը Աստծո համար կազմակերպված սովորություն դարձած ժողովները, ծառայությունները մեզ համար արժեզրկեն ու դարձնեն սովորական, որովհետև մենք բաց կթողնենք մեր հպման պահը։ Նա դեռ նույնն է եւ միշտ էլ նույնն է լինելու, որովհետև երեք այսօր հավիտյան Հիսուս նույնն է։ Կար մի ժամանակ, երբ մարդկանց մեջի փափագը, երազանքը, որ Հիսուսին կպնեին, ու ով կպնում էր գրված է, զորությունից բժշկվում էր։ Հետո Մարկոս 5-րդ գլխի 24-34-ում պատմում է մի պատմություն, ես արագ կարդամ, որպեսզի Աստծո խոսքը ավելի շատ լինի, քանի մտքերը, ասում է հետևյալը. «Եվ Հիսուս գնաց նրա հետ, Հայրոսի հետ գնում է, որպեսզի Հայրոսի աղջկան հարություն տա կամ բժշկվի։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը եւ նեղում էր նրան»։ Հասկանում եք, մարդիկ այնքան շատ են, այնքան սեղմված են շարքերը, որ մեկը մեկին հպվելով գնում են առաջ եւ Տեր Հիսուսին լիքը հպվողներ կան, որ նեղում էր նրան։ Մի կին կար, որ 12 տարի արյունահոսություն ուներ։ Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել եւ իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը ավելի էր պատացել։ Երբ Հիսուսի մասին լսեց, ես կարծում եմ, որ նա լսեց նախկինում հպված
եւ զորությունը ճաշակած մարդկանցից վկայություններ, որ եթե նրան հպվես, կբժշկվես։ Քանի որ ինքը իրավունք չուներ Ղևտացիների գրքի համաձայն հրեական հրեության մեջ եղող այդ օրենքի խստության պատճառով գտնվեր հասարակության մեջ, նա իր ցավերի մեջ լսեց, նա իր տառապանքի մեջ լսեց, գուցեև հաջորդ բժշկի մոտ որ գնաց ասեց սիրելիս մենք քեզ այլևս չեն կարող օգնել, մի նոր բժշկող կա, եթե կարող ես գտնել նրան, հպվել նրան, նրա մեթոդները այլ են, բայց վկայությունները բազում։ Եվ կինը լսեց, ինչ որ տեղից լսեց, ինչ որ մեկը պատմեց։ Եվ երբ որ լսեց, ամբողջի միջով նրա հետևի կողմից եկավ եւ հագուստին դիպավ, որովհետեւ ասում էր. եթե միայն հագուստին դիպչեմ, կբժշկվեմ։ Եկեք խոստովանենք, որ մեր հավատքը կամ մեր հավատքի պատկերացումը մեր լսածի շուրջ, մեր լսածի հիման վրա է կառուցվում։ Եվ Տեր Հիսուս երբեք դեմ չի եղել մարդկանց ըստ իրենց հավատքի տալ։ Օրինակ, եթե կինը պատկերացնում էր, որ հպվելով է բժշկությունը, Տեր Հիսուսը դեմ չգնաց այդ փորձառությանը։ Եթե հարուրապետն ասում էր, ես արժան չեմ, դու իմ տունը գաս միայն ասա, Տեր Հիսուսն ասեց, թող քո ուզածով լինի, ես խոսք կուղարկեմ եւ թող խոսքը բժշկի։ Ինչ որ մեկի վրա ձեռք դրեց, ինչ որ մեկին ցեղ խարեց, ինչ որ մեկին այցելեց, խոսքով, հպումով, բայց վկայությունները զանազան են։ Ես չգիտեմ, Տեր Հիսուս քեզ ինչպես կհպվի այսօր իր Սուրբ Հոգով, բայց բաց եղիր նրա համար եւ հավատա, որ քո իմացած եւ լսած մեթոդներից այն կոմել հպման բազում ձևեր կա։ Գուցե քեզ այնպես այցելի, որ նախկինում դու ուրիշներից նման վկայություն չես լսել։ Գուցե եւ այնպես այցելի, որ շարունակ մարդիկ այդ ձևով ստացել են Տիրոջից։ Կինը լսել էր եւ նրա մոտ վկայություն այսպիսին էր, նրան կպնողը բժշկվում է։ Այն մարդիկ, ովքեր Հիսուսին շրջապատել էին եւ հպվում էին Հիսուսին, ոչ մեկ զորություն չէր ստանում նրանից, որովհետեւ Հիսուսը դարձել էր հանրահայտ մեկը, մարդիկ նրա հետ գնում էին, կարծես գնում էին շոու տեսնելու, հերթական հրաշքը տեսնելու, եւ ես չեմ ուզում հավատալ, որ այդ հպվողների մեջ հիվանդներ չկային, կարիքավորներ չկային, կային։ Բայց նրանից դուրս եկող զորությունը կամ նրանց հպումը ոչ մի բան չէր տալիս նրանց։ Հիսուսից ոչ մի բան չէր գնում նրանց մեջ։ Եվ կինը իր մեջ որոշեց, նա ինքը իր մեջ հավատքը պիտի լինի մեր գործելուց առաջ։ Կինը իր մեջ որոշեց ու ասեց, եթե միայն հպվեմ, ես կբժշկվեմ։ Նրա արունահոսությունը, երբ նա գնաց հպվեց, արունահոսությունը անմիջապես դադարեց։ Եվ իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասեց. ով իմ հագուստին դիպավ։ Գիտեք, հետաքրքիր է, մենք կարդում ենք սովորական պատմության նման կամ բազում քարոզներ ենք լսել, հավատում եմ, որ ավելի ճոխ եւ ավելի բովանդակալից ուսուցումներ ստացել եք Հովովից, բայց եկեք մի պահ կանգ առնենք այս հագուստ բառի վրա։ Տեսեք, Տեր Հիսուս չասեց ով հպվեց իմ ոտքին, ձեռքին, նա ասեց ով իմ հանդերձին կպավ։ Սովորական լսողները, ովքեր շրջապատում էին նրան, ովքեր կպնում էին տարբեր կողմերից ու առաքյալներն ասում էին, իբր ինչ ես ասում, 1000 հոգի քեզ կպնող կա, Պետրոսին դե գիտեք իր բնավորությանը համահունչ անդադ առաջինն էր արձագանքում ու մեկնաբանություններ տալիս, Տեր Հիսուսն ասեց, ով իմ հանդերձին կպավ, սա կարծես կոդավորած խոսք լիներ հարյուրների եւ հազարների մեջ, ով էր որ աղոթք էր արել, ով էր որ սպասում էր, որ իմ հանդերձին կպնելով պիտի բժշկվի, կապը հաստատվել է, փոխանցումը արված է, եւ ինչ որ քեզ պետք է ուղարկված է, ով ես արձագանքի։ Լսողներից ոչ մեկ չգիտի, բայց նա ով իր սրտում ուներ այդ աղոթքը եւ այդ խնդրվածքը, վկայություն ստացավ Հիսուսից։ Հանդերձին հպվողը թող արձագանքի։ Եղել է իրավիճակներ կամ ծառայություններ, որ այստեղից բեմարտակից կամ անձնական շփումների մեջ կարծես կոդավորված քեզ բան են ասում, ոչ մեկ չի հասկանում ինչի մասն է խոսքը, բայց դու շատ լավ գիտես, սա քո աղոթքի պատասխանն է։ Աստված քեզ հետ է խոսում, մարդիկ սովորական են նայում, չի բացառվում, որ ժողովներից հաճախ դուրս են գալիս, ասում են լավ ժողովեր, ինչ որ մեկն ասում է, Տերը ինձ այնպես սփվեց, այս ինչ օրհնյալ ծառայություններ, այս ինչ օրհնյալ խոսքեր, կողքից ասում են, հա որ սովորական բաներ։ Դե գիտես ոնց, սպասման հարց էր։ Կինը սպասում ուներ, կինը ծարավ ուներ։ Կնոջ համար Հիսուսը սովորական մեկը չէր։
կնոջ համար Հիսուսը դեռ ցանկալի էր եւ նա ուզում էր ու հավատում էր։ Եվ կինը վախենալով արձագանքեց ու ասեց. ես եմ։ Պատմության ավարտը գիտեք, Տեր Հիսուսն ասեց գնա, քո մեղքերը ներված են, դու բժշկված ես։ Հիմա գիտեք ինչ եմ ուզում, որ մենք մի պահ կանգ առնենք ու կարճ մտածենք, էլի։ Արդյոք մեր կյանքում մենք սպասում ունենք։ Տուրգիրտն ասում է առաջվա նման ծարավ ունենալ, առաջվա նման սեր, առաջին սեր, տարբեր մարդիկ տարբեր ձևեր են ձևակերպում։ Արդյոք մեր մեջ դեռ սպասում կա, հպում ստանալու, սովորական դարձած ծառայությունից անսովոր հրաշք վերցնելու, սովորություն դարձած խոսքի ծառայությունից լոգոսից ռեմա վերցնելու, երկեցողության ժամանակ երգը թե հիլ է դարձնելու, պաշտամունք դարձնելու, թե մենք թույլ ենք տվել, որ հասարակությունը, մարդիկ, փարիսեցիների, հերոդեսների խմորը մեզ էլ խմորի ու Տեր Հիսուսը մեզ համար էլ դառնա սովորական մեկը, լինել նրա կողքին, հպվել նրան ու ոչինչ չվեց։ Ես ուզում եմ խոսել, որ եթե մենք մեր մեջ սպասում ունենանք, ցանկացած այսպես կոչված չոր եւ առանց զորության ծառայություն կոչված հավաքույթներից էլ մենք մեր բաժին օրհնությունը հրաշքը կվերցնենք, որովհետեւ նրանից դեռ զորություն է դուրս գալիս։ Պետրոս առաքյալը, ով արձագանքեց ու ասեց. Տեր, շատերն են քեզ կպնում, նա ուզում էր ասել, «Ասի, չեմ հասկանում քո ասացի իմաստը, Պետրոս, այդ խոսքը քեզ համար չի, այդ խոսքը նրա համար է, ով իր ներսում է աղոթքարել ու մեր կոդավորված բառը հանդերձին հպվել բառն է։ Ինչ որ սրտիդ մեջ խնդրում ես, ինչ որ ուզում ես, ծածուկիդ մեջ ինչ կապ որ հաստատում ես նրա հետ, համոզված եղի։ Կիլոմետրեր հեռու նա տեղյակ է քեզանից եւ երբ որ եկավ քո պահը, նա կգտնի քեզ քո տեղում։ Մարդկանց կողմից կարող է անտեսված լինես, ոչ մեկ քեզանով հետաքրքրված չլինի, բայց քո սրտի ծածուկ փափագը եւ ծարավը կկանգնեցնի նրան եւ կգրավի նրա ուշադրությունը դեպի քո կողմը, քեզ տալու քեզ պետք եղածը։ Միայն թե շարունակի հավատալ եւ թույլ չտաս սովորություն դարձածը դառնա սովորական, որովհետեւ նա անսովոր Աստված է։ Նա ավելին է, քան մենք կարող ենք նրան ներկայացնել, նրա մասին խոսել եւ նրա մասին քարոզել։ Ամեն։ Գիտեք, անգսա միայն սովորական հետևորդների մասին չի, առաքյալների համար էլ։ Առաքյալների համար էլ Տեր Հիսուսը ժամանակ կար, կարծես սովորական մեկն էր դարձել։ Երբ խորհրդավոր ընթրիքը տեսնում ենք, Տեր Հիսուս վերցրեց, ուզում էր ոտնալվա աներ աշակերտներին, ես պատկերացնում եմ այսպես, միայն Պետրոսի արձագանքն էր գրված, որ ասեց, ես թույլ չեմ տա, Տեր, դու իմ վարդապետն ես, դու իմ Տերն ես, ոնց կարող է դու իմ ոտքերը լվանաս։ Ես պատկերացնում ասում եմ, դե եթե հովիվը որոշել է, եթե մեր Տեր Հիսուսը որոշել է, մեր փրկիչը ղեկավարը ինքն է, եւ եթե ասում է լվացնեմ ոտքերը, մի բան գիտի, թող լվացնի ոտքերը։ Անդրեասը պարզում է ոտքերը, մյուսը պարզում է ոտքերը, անգամ Հուդան է պարզում ոտքերը։ Բայց Պետրոսն ասում է, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ Տերը, որտեղից նման հարգանք Պետրոսի մեջ, ակնածանք, խոնարհություն, պատվի զգացում, Տեր Հիսուսին ավելի բարձր տեսնել, նրանք նստած են մեկ սեղանի շուրջ։ Եվ գիտեք, հաջորդ արձագանքը, երբ Տեր Հիսուս խոսում է դավաճանության մասին Հուդայի ներկայությամբ, դու գիտեք հրեության սովորությունները, որ պատվավոր հյուրին թաթախում էին ինչ-որ սիրոպի կամ գինի մեջ հացը տալիս էին, հետո մեր մշակույթի մեջ ոնց է, բարով տեսանքն էր։ Տան պատվավոր հյուրը արժանանում էր առաջի պատառը համտեսելու, հետո նոր խնջույքը սկսվում էր կամ այդ երեկույթը։ Եվ քանի որ այդ տեղը վերցրել էին ու Տեր Հիսուսն ասեց, ում որ տամ, նա է պատվավորը, ում որ տամ, նա է դավաճանը։ Եվ նա տվեց Հուդային, Հուդան Պետրոսի արձագանքը չուներ։ Չասեց, Տեր, ես ով եմ, առաջինը դու ես, դու սկսի, դու կեր, հետո ես։ Նա վերցրեց, ճաշակեց եւ գնաց ու մատնեց մեր Տեր Հիսուսին։ Եվ երբ պատառը վերցրեց, Տեր Հիսուսն ասեց, գնա ինչ որ անելու ես արա, որովհետեւ սատանան արդեն մեջ մտա։ Ինչի են բերում այս օրինակը։ Մենք կարող ենք Հիսուսին այնքան մոտ լինել, բայց միևնույն ժամանակ այնքան հեռու նրանից։
Եվ այս ամեն ինչը ոչ թե միայն լոկ ֆիզիկական ներկայությունն է, այլ մեր սրտի դիրքը։ Մենք կարող ենք եկեղեցում նստած լինել նրա տան մեջ, ծառայության մեջ, Աստծո մարդու կողքին լինել ֆիզիկապես, բայց սրտով այդ ներկայությունից, այդ տեսիլքի մեկությունից այնքան հեռու լինել, որ կորցնենք ողջախոհությունը ու չհասկանանք, ով է մեր մեջ կարևորը եւ մեծը, ով է առաջինը եւ հետո նոր մնացածը։ Պետրոսի մոտ պահպանվել էր այս հարգանքը, թեև ուներ շատ սխալներ։ Պետրոսն էլ ուրացավ Հիսուսին, բայց այդ ազդեցությունը դրսից էր։ Հուդան էլ ուրացավ Հիսուսին, որովհետև այդ ազդեցությունը եւ այդ ուրացումը նրա սրտից էր, նրա ներսից էր, պլանավորված ու մշակված էր։ Պետրոսի լավ տեսակը Հուդային չդարձրեց Պետրոսի նման։ Ոչ էլ Հիսուսի կողքին տարիներ անցկացնելը Հուդային դարձրեց Հիսուսանման։ Պետրոսն էլ Հուդայի կողքին լինելով չդարձավ Հուդա, մնաց Պետրոս։ Գիտեք ինչի համար եմ սա ասում, որովհետև շատ մարդիկ ասում են, չէ, ես տենց չէի ուղակի շփվեցի, ես ինչ եղբոր, ես ինչ քրո, ինձ վրա ազդում են, իմ տեղը լավը չի, դուք չեք հասկանում, ես ինչ իրավիճակի մեջ եմ։ Սիրելիս, Դավիթը շրջապատված էր ապստամբ եւ չար մարդկանցով, բայց Դավիթի տեսակը չփոխվեց։ Հեփթայան շրջապատված էր սրիկա մարդկանցով, բայց նա մնաց զորավոր եւ կտրիչ մարդ։ Մենք կանչված ենք ազդելու, ոչ թե ազդեցության տակ ընկնելու։ Եվ եթե ազդեցության տակ ընկնենք, թող այդ ազդեցությունը լինի նրա դրական ազդեցությունը։ Բայց թույլ չտանք, որ մեր գտնվելու վայրը, մշակույթը, սիստեմը ազդի մեր վրա այնքան, որ շատերի համար երազանք դարձած Հիսուսը, սпасելի բաղձալի Հիսուսը, դառնա սովորական մեկ։ Եվ մենք լսենք, լինենք նրա կողքին, տեսնենք նրա մասին, խոսենք նրա մասին, բայց ոչ մի բան չվերցնենք։ Սա կոչվում է հոգևոր ծարավ։ Ես ուզում եմ այս փոքրիկ օրինակով քեզ եւս մեկ անգամ հորդորել, սիրելիս, ծարավը չկորցնես։ Գիտես, շատերն ասում են, Տեր, իմ մեջ ծարավ դիր, Տեր, իմ մեջ ախորժակ դիր, բայց բաներ կա, որ դու պիտի գիտակցաբար անես։ Ախորժակը ուտելուց է բաց։ Սկսի փնտրել նրան, սկսի գալ նրա առաջ, սկսի մտածել նրա մասին ու կտեսնես, մեկ քայլ դու կգնաս, 10 քայլ ինքը կմոտենա։ Հույլ չտաս, որ Տեր Հիսուսը արժեզրկվի քո համար։ Հույլ չտաս նրա հետ կապված եկեղեցին, խոսքը, ծառայությունը, տալը, հաղորդության ծառայությունը, արողությունը, ինչ որ կապված է մեր Փրկչի անվան հետ, թույլ չտաս, որ սատանան, մարդիկ, աշխարհը, համացանցը, հեռուստատեսությունը զրոյացնի կամ էժանացնի, նա միշտ թանկ է, նա անգին գանձն է։ Եվ Սուրբ Գիրքն ասում է մեզ հետևյալը։ Սաղմոս 143:6-ում ասում է հետևյալը. ձեռքերս տարածում եմ դեպի քեզ, իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ Գիտեք, մենք կարող ենք երգել, սիրուն շարահյուսություն կազմել, բայց չհասկանալ այս հեղինակի ապրումները։ Մարդիկ, ովքեր սաղմոսներ են գրել, Դավիթը, մյուսները, նրանք չեն նստել ասել, հիմա ինչ գրենք, որ խիտ դառնա ու շատ վիու, դիտում ունենանք, որ ավելի, չէ, նրանք գրել են իրենց կյանքից, իրենց ծարավից։ Երբ մենք երգում ենք աշխարհի երգերը մեզ համար, օտար են, հարազատ չեն, մենք ուղղակի չենք երգում, մենք այդպես էլ ապրում ենք։ Այն ինչ որ չի մեծարում մեր Տիրոջը, կապ չունի մեր պաշտամունքի եւ մեր հետ։ Եվ մարդիկ, ովքեր գրել են, Տեր, իմ անձը չոր հողի նման քեզ է սպասում, սա նշանակում է, որ ժամանակ է, process է անցել, ու ինքը չի լսում, չի տեսնում, չի վերցնում, աղոթքները կարծես օդի մեջ է մնում, բայց չի հանձնվում, շարունակում է ու ասում է, սպասում եմ քեզ։ Սաղմոսների մեջ մի խոսք կա գրված, ասում է, Տեր, ես սպասելով սպասեցի քեզ։ Ես կա սպասել եւ կա սպասելու մեջ էլ սպասել։ Օրինակ մարդ կա ասում է, ես էլ եմ համբերում, բայց համբերության մեջ տրտունջը Իսրայելի ժողովրդի նման դուռ են բացում օծերի, խայթողների, փորձությունների եւ տարատեսակ հարձակումների համար եւ մարդիկ կան, ովքեր լուր սպասում են Տիրոջ ընթացքին։ Տերն ասում է շարժվում ենք։ Կա համբերել եւ կա սպասել։ Սպասում է աշխարհը, համբերում են Աստծուն ճանաչող մարդիկ։ Եվ եթե ինչ-որ մեկն ուզում է մոտենալ նրան, նա այդ հնարավորությունը տալիս է։
Գույր Բարթողոմեոսի պատմությունն հիշում եք, նա աղաղակում էր, այդ աղաղակը գալիս էր իր մասնագիտությունից, նա կույր էր և միակ բանը, որ նա կարող էր անել, մուրալն էր։ Եվ երբ նա աղաղակում էր, Սուրբ Գիրքն ասում է, առաջևից գնացողները նրան ասում էին լռի։ Մարդիկ կան, որ Տեր Հիսուսը այնքան սովորական է դարձել իրենց համար, որ իրենք առաջ են անցել այդ շարժումից։ Իրանք գնում են ու չգիտեմ իրանց հետաքրքրությունը որն է Տեր Հիսուսի շուրջը, եւ դեռ Տեր Հիսուսը չի պատասխանել, նրանք ասում են լռիր, քեզ ինչ է պետք, գումար է պետք, կտանք այդ հանրահայտ քարոզիչին, այդ վարդապետին մի անհանգստացրած, սուս մնա։ Այս Տեր Հիսուսը կանգ առավ։ Հիշում եք։ Հետաքրքիր է, որ երբ Բարթողոմեոսը հարցրեց, ասեց, ով է անցնում, ով է, ինչ աժոտաժ է, այս ինչ հատուկ սենց խառնաշփոթ է, ասեցին Հիսուս Նազորվեցին է անցնում, բայց նա աղաղակեց Հիսուս Դավթի որդի։ Կապ չունի մարդիկ քեզ ոնց են ներկայացնում մեր փրկչին, կապ ունի քո ներսի աղաղակը։ Նրան ինֆորմացիա տվողները ներկայացրեցին նրան Նազարեթից ինչ-որ մի քաղաքացի, բայց նա իր ստացած լոգոսի վրա ռեմա ուներ ու աղաղակեց Հիսուս Դավթի որդի, ինձ ողորմի։ Եվ երբ Տեր Հիսուսը հարցրեց նրան, ասեց, ինչ ես ուզում։ Նա ուզում էր հասկանալ, ես քո համար սովորական մեկն եմ, հերթական անցորդը, հարուստ մարդկանցից մեկը, երբ ասում ես ողորմիր ինձ Դավթի որդի, ինչ նկատի ունես, գումար ես ուզում։ Նա ասեց, ես ուզում եմ տեսնել, ես ուզում եմ բժշկվել։ Եվ ժամանակ ենք անցկացնում Տիրոջ հետ, եւ մեր մեջ հարց ենք լսում, լավ, մենք Աստծուց ինչ ենք ուզում։ Գիտեք, բաներ կա, որ մենք կարող ենք մարդկանցից էլ ուզել, եւ բաներ կա, որ մենք կարող ենք մեր սեփական ուժերով հասնել։ Բայց կա 10-ից 10 կրակելու տեղ։ Սողոմոնի նման ասում ես, ես չեմ ուզում մնացածը, թշնամիների հարստություն փառք, ես իմաստություն եմ ուզում։ Դու վերցնում ես մի բան, որի մեջ ներառում է full package։ Մենք պիտի հասկանանք ինչ ենք ուզում։ Գրված է, որ Բարթողոմեոսը աղաղակում էր Հիսուս ողորմիր ինձ, կամ Դավթի որդի, մարդիկ լավ չէին զգում իրանց, որովհետև նրանք այլ նպատակներ ունեին, նրանք այլ տեղ էին գնում, նրանք, չգիտեմ, ուզում էին նկարվեին, ինչ-որ մեկը սելֆի աներ, ինչ-որ մեկին լայվի ժամանակ խանգարում էր Բարթողոմեոսի աղաղակը, իրանք սովոր չէին գերբնական բաների, իրանք սիստեմի մարդ էին, բայց Տեր Հիսուսը կանգ առավ։ Երբեք թույլ չտաս Հիսուսից առաջ անցած մարդիկ քեզ լռեցնեն։ Ասիր մինչև նա կասնի քեզ։ Թող քո աղաղակը շարունակական լինի, մինչև նրանից լսես քո պատասխանը։ Դու կանչում ես Տեր Հիսուսին, Դավթի որդուն, քեզ պատասխանում են համաքաղաքացիները։ Ընկեր, ես քեզ չեմ աղաղակում, ես իմ փրկչին եմ կանչում։ Թող նա որոշի, ես կույր եմ մնալու, թե տեսնելու եմ։ Թող նա որոշի իմ ապագան։ Դու առաջ ես անցել, ես սպասում եմ նրան։ Եվ գրված է բժշկությունից հետո Բարթողոմեոսը Հիսուսի ոչ թե առջևից, Տեր Հիսուսի հետևից գնալով բարձր ձայնով փառավորում ու աղաղակում էր Տիրոջը։ Երբեք ու երբեք խոսում ենք սովորական դառնալու մասին։ Քո աղաղակը չտարբերվի քո խնդրվածքի եւ քո պատասխանը ստանալու այդ ժամանակահատվածի մեջ։ Ինչպես որ կանչում ես նրան կարիքի ժամանակ, այդ նույն ձևով փառավորիր նրան, երբ նա տալիս է քեզ քո սրտի ուզածը ու պատասխանը։ Ամեն, որովհետև նա մեզ համար միշտ ցանկալի է եւ ցանկալի պիտի լինի։ Վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Եսայի մարգարեության մեջ ասում է հետեւյալը. Ով բոլոր ծարավացներ, եկեք ջրերի մոտ եւ դուք որ փող չունեք, եկեք գնեք ու կերեք։ Եկեք գնեք գինի եւ կաթ առանց փողի, առանց գնի։ Ինչու եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ։ Ինչու եք ծախսում ձեր վաստակային բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությամբ լսեք ինձ եւ բարիք ճաշակեք, ու ձեր անձը զվարճացրեք պարարտ ուտելիքներով։ Ձեր ականջը խոնարեցրեք եւ եկեք ինձ մոտ, լսեք ինձ եւ ձեր անձը կապրի։ Չէ՞ մենք սովոր ենք ասելու։ Այդ լսելը մեր չի։ Մատթեոս ավետարանի մեջ երբ Տեր Հիսուսն ասում է եկեք ինձ բոլոր հոգնած բեռնավորվածներ մեզ ձեռը տալիս։ Բոլորն են շտապում նրանից մի բան վերցնելու, բայց երբ խոսքը ավարտում ասում է ինձանից սովորեք, որ սրտով հեզ եմ եւ խոնար, մենք ժամանակ չունենք։
Մեր ուզածը դուր մենք գնանք, չէ, նա ուզում է, որ ինքը դառնա քո ուզածը։ Նա չի ուզում, որ իր ձեռքի գործերը ավելի ցանկալի լինեն մեզ համար, քան իր երեսը։ Եվ եթե մենք չհասկանանք հրաշագործի եւ հրաշքի տարբերությունը, մենք հրաշքը կվերցնենք, կկորցնենք հրաշագործին, բայց երբ հրաշագործին ունենանք, մենք հրաշքների մեջ կապրենք եւ կտեսնենք նրա փառքը մեր կյանքի մեջ, միայն թե սպասում եւ ծարավ ունենանք ու թույլ չտանք, որ Տեր Հիսուսը նրա հետ կապված բոլոր ծառայություններն ու միջոցառումները սովորական դառնան։ Սա մեր ընտրությունն է։